Սասուն Հակոբյան, ընկերասեր, ծնողասեր, խելացի զինվոր ու վստահելի հրամանատար։ Ծնվել է 1970 թվականին Մարտակերտում։ Սպորտային միջոցառումների սիրահար էր՝ շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ, բայց գիրքը երբեք չէր մոռանում, անընդհատ պրպտումների մեջ էր։ Մի անգամ դասալսման ժամանակ հարցնում են, թե ռուսական դպրոցում ինչու եք հայերեն սովորում երեխաներ։ Սասունն անմիջապես ոտքի է կանգնում ու պատասխանում. մենք հայ ենք ու պետք է հայերեն սովորենք։ Հայրենասիրությունը նրա գեներում էր, տատերն ու պապերը նույնպես կռվել են այս հողի համար։ Ընդունվեց պոլիտեխնիկ, հետո որոշեց Աստվածաշունչն ուսումնասիրել, ծառայեց նաև եկեղեցուն ու նույնիսկ բարձրացավ խորան, մասնակցեց պատարագի արարողություններին։ Երբ վրա հասավ պատերազմը, ամեն ինչ մի կողմ դրեց ու մեկնեց սահման։ Մայրը փորձեց նրան հետ պահել, բայց պատասխանը հստակ էր. եթե բոլորս գնանք ու նստենք համալսարանում, ելով պետք է մեր հողը պահի։ Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի ջոկատում հայտնված մարտիկը պետք է օրինակելի զինվոր լիներ։ Այդպիսին էլ եղավ Սասուն Հակոբյանը։ Խորհրդային բանակում ծառայության տարիներին շատ բան էր սովորել, եկել էր սովորածը գործի դնելու ժամանակը։ Երբ ջոկատի երկու հրամանատարները զոհվեցին, գործը շարունակեցին Սասունն ու ընկերը Սուրենը։ Ջոկատն անհավասար մարտեր էր տանում թշնամու հետ, տևական ժամանակ հաջողվում է դիմադրել, Մարտակերտի բնակիչները կարողանում են անվտանգ դուրս գալ գյուղերից։ 92-ի նոյեմբերին ջոկատը կոչվեց 45-րդ մոտոհրաձգային հատուկ գումարտակ, իսկ մարտիկներն իրենց հրամանատար ընտրեցին 22-ամյա Սասուն Հակոբյանին։ Կատարիր ինչպես ես, Սասունի կարգախոսներ, սեփական օրինակով էր ցույց տալիս զինվորի քայլերը։ Արդեն ընտրած աղջիկ ուներ, սպասում էր մարտն ավարտվի ու ամուսնանա, բայց մինչ այդ պիտի գնար երազանքի հետևից, հետ բերեր Մարտակերտը։ Վերջին մարտն էր, Քելբաջարի ազատագրման ամենապատասխանատու մասը հենց Սասունն էր կազմակերպում։ Իր ճիշտ հաշվարկով խուսափեց զոհերից, բայց իրեն պաշտպանել չկարողացավ։ Օրեր անց Սասունի զենքը հոր ձեռքին էր, որդու կիսատ գործն Ավագ Հակոբյանը շարունակեց նույն ջոկատում։